Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Արտեմիզյան, ձեզ վաղուց ենք տեսնում պայքարում, դուք պայքարում եք օրվա իշխանություններին հեռացնելու համար, Բագրատ Սրբազանի հետ միացաք Սրբազան պայքար շարժմանը եւ արդեն այսօր 2026 թվականին այս տարի սպասվում են ընտրություններ։ Ինչ ակնկալիք ունեք ու արդյոք Սրբազան շարժման պայքարի մասնակիցներով քննարկել եք, թե ինչ եք անելու ձեր անելիքները։ Անելիքների մասին առայժմ չեմ խոսի, իսկ ակնկալիքների մասին ընտրությունները հնարավորություն են սահմանադրական ճանապարհով իշխանություններին տապալելու, բնականաբար շատ լավ միջոց է ընդդիմադիր ուժերին միավորվելու եւ պայքարելու իշխանություններին տապալելու ամեն գնով, պետք է դնեն մի կողմ այդ տարաձայնությունները, որովհետև այսօր այն վիճակում չենք, որ բաժան եղած գնան ընտրությունների։ Պետք է կազմավորել հստակ բլոկներ, եթե այսպես ասեմ, եւ մասնակցել ընտրություններին կոալիցիայով այս իշխանություններին տապալելու։ Քննարկումներ ունենու եք քաղաքական ուժերի արտախորհրդանական ընդդիմադիր ուժերի։ Բնականաբար շատ հանդիպումներ լինում են շատ առանձին գործիչների հետ, Բագրատ Սրբազանը 1 տարի առաջ ապացուցել է, որ այդ համախմբումը հնարավոր է, իրար հետ բազմաթիվ տարաձայնություններ ունեցող ուժերը համախմբվել են մեկ գաղափարի շուրջ եւ կարծում եմ արդեն իրենք պետք է համախմբվեն եւ գնան միասնական ընտրությունների։ Իսկ այդ քննարկումների շրջանակում օրինակ արդեն ձեր հեռանկարում կա թե որ քաղաքական ուժի հետ օրինակ չեք միանա կոալիցիա չեք։ Միանալ չմիանալու խնդիր չկա այսօր։ Եթե քաղաքական ուժը հայտարարել է, որ դեմ է այս իշխանություններին եւ ոչ մի պարագայում չի գնալու կոալիցիայի իշխող քաղաքական խմբակի հետ, բնականաբար բոլոր ուժերը կմիանան, ռեալ ընդդիմադիր ուժերը։ Այնուամենայնիվ ինչ ճակատագիր է ունենալու Սրբազան պայքար շարժումը։ Սրբազան պայքարը այսօր էլ կա, դեռ շարունակվում է, բազմաթիվ են խոսքերին, որ Սրբազան պայքարը մարել է, չի մարել, այսօր շարունակում է, եթե Սրբազան պայքարը մարած լիներ, կարծում եմ այս քաղաքական ճնշումները չէր գնա անդամների նկատմամբ, այսօր 18 արդարներ գտնում են գալանքի տակ, որոշները մի քիչ մեղմտնային կամ բացակայելու արգելքով, բայց ամեն դեպքում Բագրատ Սրբազանից վախեցած են եւ նրան կարծում եմ դեռ շատ երկար կպահեն կալանքի տակ։ Տևական ժամանակ է դատական նիստեր ընթանում են, ձեր գնահատմամբ առհասարակ ինչպիսի տպավորություն ունեք այս նիստերից։ Գործը քաղաքական է, այսօր ոչ միայն Բագրատ Սրբազանին, այլ մնացած մեր սրբազաններին պահում են կալանքի տակ եկեղեցուն հալածելու համար եւ նրանց հեռու պահելու քաղաքական process-ներից, որոնք սպասվում են։ Տեսնում ենք, թե ինչ է կատարվում եկեղեցու շուրջ, հարցակումներ են գնում ամենայն հայոց կաթողիկոսի դեմ ու ցավալին նայա, որ այդ հարցակումները ոչ միայն իշխող քաղաքական ուժի ձեռքով է, այլ եկեղեցու սպասավորների, եպիսկոպոսների եւ մի շարք քահանաների եւ կուզեմ հավելեմ, որ տեղեկություններ ունեմ, այսօր անձամբ դրա մասին խոսել եմ, որ քահանաների ընտանիքների նկատմամբ բռնաճնշումներ են լինում եւ քահանաները վախենում են անգամ իրենց ընտանիքի անդամներին մենակ թողելու, թե ինչի, որովհետեւ սպառնալիքներ են ասել։ Անուններ չեմ տա, ինձ տեղեկություններ են հասել, մամուլում էլ է տարածվել այդ տեղեկությունները, չեմ ուզում անուններով խոսեմ, էլի եմ ասում, բայց կա նման բան եւ դա դատապարտելի է, թե ոստիկանությունը ինչով է զբաղված եւ ինչի ընթացք չի տալի նման process-ներին, կարծում եմ բոլորս ծանոթ ենք քաջ։ Ես եմ շնորհակալ։